Հավիտյանս, հավիտենից, ամեն։ Ամեն։ Կլկլուց ինձ շատ ադուր գալիս։ Այս ինչ բարեկեցիկ երկին է։ Խվայ, այս ինչ լավ է։ Ինչ կինդեր սյուրպրիզ է սպասում։ Ձեզ նաև դատելու են։ Բարև ձեզ եթերում Arm Comedy-ն է ու չնայած Սուրենյանի ջանքերի գարունը վերջապես գալիս է նենց որ հանեք ձեր թարխունով բրդուճները եւ օկրոշկան։ Ինչպես նաև Սուրենյանին ինա դու կարող եք միանալ մեր Patreon-ին ու ցույց տալ որ նա այս հարցում անզոր է։ Իսկ Արարատի մարզում էլի չնայած Սուրենյանի ջանքերի բացվեց GTB ստիլի մետաղաձուլարանը։ Բում, որտեղ ձուլվում են ոչ միայն հզոր արմատուրաներ գերմանական տեխնոլոգիաներով, այլ նաև ձեր ապագա օջախի հիմքն ու ամրությունը, որը ցած չի ծռվում, ոչ մի ձև։ Բլից ամփոփում թե ինչ էր առաջարկում ձեզ Ներոբինը։ Միշտ թարմ բոված սուրճ պատրաստված լավագույն հատիկներից։ Բարձր որակ համապատասխան շուկայի պահանջներին։ Հատուկ պայմաններ, ճկուն համագործակցության հնարավորություններ։ Համեցեք Ներոբին Black Label տեղում ծանոթանալու սուրճի արտադրությանը եւ ընտրելու ձեր սրտի սուրճը։ Վայելեք իսկապես որակյալ սուրճ։ Ներոբինը սուրճի հատիկները ներկրում է ողջ աշխարհից, մշակում այստեղ Հայաստանում, այնուհետ հմուտ բարիստան այն վերածում է կոֆեինային գլուխգործոցի։ Պատրաստ եք։ Պատրաստ եմ։ Դե ուրեմն Bean Voyage, Nero Bean Voyage։ Ինչի եմ ես տժում։ Դա մեր բրազիլական իմպորտն է, կոֆեինացնում է ու տժծնում։ Հələ սա փորձեք։ Էս էլ Աֆրիկայից է, հա։ Եթովպիան է, սուրճի ծննդավայրը։ Բայց ուզում եք էլ մի պարեք, որտեղ կարող անձրև գա։ Իմ անունն է Սերխիո։ Դու ունես ապրանք, ես գիտեմ ինչպես վաճառել։ Մեզ պետք է երկու Սուզանա ու ինքնաթիռ։ Կոլումբիականը Իրանը ասեց. համեցեք Ներոբին Black Label Piazza Grande-ում կամ Երազ թաղամասի մեր մասնաճյուղ։ Մի հատ էլ թունել ենք փորում մասնաճյուղի տակ ու միլիոններ ենք աշխատում։ Միլիոններ։ Եվ այսպես նորից աժնիստեր, մենք էլ դե իբր թե պարլամենտական երկիր ենք, սա պետք է լինի ամենակարևոր քննարկումների ամենակարևոր հարթակը։ Բայց մենք իսկականից պարլամենտական երկիր ենք ու դա իրոք ամենակարևոր հարթակն է։ Դե ուրեմն թալանի, ասֆալտի ու իրար հետ դուքով պայման խոսելու քննարկումների 7-րդ տարին էր։ Հետո իմ հետ խոսեք հարգալից, հետո միացեք ձեր չափերը։ Լավ չեք գծում ուրեմն, լավ չեք գծում ուրեմն ես կգծեմ հիմա ու հանգստացեք, հանգստացեք ասեցի, հանգստացի, դուք էլ լրեք պարոն Մինասյան լրեք, դու չի դուքա ու հանգիստ դու չի դուքա։ Այս ինչ երկար է տևում ինքնահաստատվել, արա 7 տարի անցավ, ինչքան կարելի է։ Լավ, եկեք մենք փորձենք այս բորշից գլուխ անել։ Բորշը շատ ռուսական է, Խզմալյանի դուրը չի գա։ Ճիշտ։ Գասպաչոն Խզմալյանի դուր կգա։ Էդ էլ շատ թիթիզ է, մի քիչ ավելի ժողովրդի ծոցոտ։ Բոզբաշ։ Եվ այսպես Փաշինյանը ԱԺ-ամբիոնից ներկայացրեց, որ մենք են ՀՄԵԿ-ի Հայաստանում ենք ապրում։ Հեղափոխությունը բյուջեի աճին նոր տեմպ է տվել ու բոլոր միջինացված թվերը հանած միայն հեղափոխության բերած տեմպի շնորհիվ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2018-ից 2024 թվականը լրացուցիչ մուտք է եղել ավելի քան 1 տրիլիոն 684 միլիարդ դրամ կամ 4.2 միլիարդ դոլար։ Okay, եթե հեղափոխությունը այդքան ձեռնտու է ու 4 միլիարդ ենք բերել լցրել բյուջե, բայց ինչ ենք պարտք վերցնում 7 միլիարդ, որ համարցակ տնտեսական ծրագրեր անենք։ Թույն, կասես որ ծրագրեր արինք։ Ասֆալտ են փռել։ Ու այլ վարկածներ կան։ Եթե 4 ու 3
ավելացել է, դրան էլ $7 միլիարդ ավելացրել եք։ Ինչ է ստեղծվել Հայաստանում կապիտալ առումով, որը մեր սերունդներին ինչ որ մի բան տալու էր։ 7 միլիարդով կարելի էր 3 հատ ատոմակայան կառուցել, Հայաստան-Իրան երկաթգիծ կառուցել, գազամուղ կառուցել, 1000 ու մի բան կարելի էր անել։ Ինչ եք արել այդ գումարով։ Եվ հետո հարց է առաջանում, լավ, եթե այդքան բյուջեն լցրել եք, ամեն ինչ իդեալական է, բայց դեպքում գլխով ոտքով քաղաքացու գրպանը մտնել է եւ ամեն վերջին կոպեկը քերելը, ինչ նպատակ է հետապնդում։ Որ մոտիվացնեն քաղաքացուն, որ իր ողջ պոտենցիալը ռեալիզացնի։ Այո, որովհետև քաղաքացին, որը շաբաթը 7 օր մսով ճաշ ատում, ինքը լճանում է, դրա համար սիրելի վարչապետը ես մոտենում եմ, ես պատարակաղահանում եմ ու քաղաքացու բորշի մեջից միսիկները ասում Это же босбаш договорились։ Քաղաքացին պետք է հասկանա, որ բյուջեի թիվը իր բարեկեցությունն է։ Բարեկեցությունը, ասում եմ, այն չի թե շաբաթը քանի օրես մսով ճաշ ուտում։ Մեր տասնյակ հարյուրավոր գյուղեր ու թաղամասեր կան, որ ասում եմ ուզում ես շաբաթը 7 օր մսով ճաշ կեր։ Դու ապրում ես աղքատության մեջ, որովհետև այդ միջավայրը աղքատ, հուսահատ, քանդված ցեխի մեջ Մենակ չասի դժբախտ ու դժգույն։ Մի րոպե, вообще մսի գները տեղյակ է, իրա օրոք ինչքան են աճել, ասես լավ յուղոտ գներ են դարել։ Հա բրգել է սիրելի քաղաքացին, կարա մի քիչ էլ վեգան լինի։ Կարա, բայց վեգանությունն էլ այդքան էժան չի։ Ավելացել է հացիկինը 35%-ով, 440 դրամից դառնալով 600 դրամ։ Ում համար մակարոնը աճել է գրեթե էլի նույնքան 490 դրամից դառնալով 740 դրամ։ Մթերքի գները տեսել եք, դուք հիմա ընդհանրապես մրգի գները տեսել եք։ Հա, տեսել ենք, ելակը 3000 դրամ է, ինչ, ասենք շատ միջին գին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի համար։ Մենակ ելակով չի, սիրելի Մեծարգոևիչը նաև խոսեց արդարադատության մասին ու ասեց, որ կարային դնենք գնդակարենք, չէ, բայց չենք անում։ Հենց տենց էլ ասեց։ Ես մի քիչ մեղմացրեցի։ Կան այդպիսի երկրներ եւ կան մարդիկ, որոնք ուզում են մեր երկրի տանեն կան երկրներ, որ պատերի տակ շարում են, գնդակարում են, պատերի տակ շարում են, գնդակարում են, պատերի տակ շարում են, գնդակարում են, ասում են խվայ, էս ինչ լավ էր, սիրտս հովացար։ Խվայ, Սերգեյ, խվայ, հա, խվայ։ Նարեկ դու չես ջոգի, դու ժողովրդի ծոցից չես Անում։ ընդհանրապես խվայը դա ուխայի, սենց թթու դրած ժողովրդի ծոցի այն ամենա արանքից հանած տեսակն է։ Բապտուկը պրիչոմ։ Չգիտեմ։ Լավ, ինչևէ, Seven։ Էլ ինչ կարա աներ Ժող Բաստիանիչը, ոնց կարար բոլորիս պիծը տար, բայց մեծահոգաբար չի անում։ Էսի բանն է 7 Հետո հասկանում են, որ որ երկրի փոխարեն ստացել են մի հատ, ինչ ասեմ, որ կոռեկտ հնչի։ Երկրի փոխարեն ստացել են մի հատ, ենթադրենք, խորշ, գոմ։ Կան այդպիսի երկրներ ու համոզված են, բան նույնիսկ այդ գլուխները վերցրեցից պարել են, վայ, այս ինչ լավ ասրա գլուխ կտրեցինք, այս բանի ոտնա, այս Չինգիզ խանի ոտնա, այս էլ բանի պճեղնա, այս էլ տանում եմ տնիցս կախեմ։ Հա։ Всё, հա նախկինների որոնումը հասավ Չինգիզ խանին։ Այո, ամեն ինչու մեղավորը Չինգիզ խանը իր Ատիլա Բարբարոսով են մյուսներով, որոնք սարքեցին ժողովրդի գլխին։ Okay, քանի որ դες вообще ուրիշ կարևոր հարցեր ես երկրում չկա, եկեք հանգիստ քննարկենք, ասենք դաշնակցության գործունեությունը 20-րդ դարի սկզբում։ Արա դա 500 անգամ արել ենք։ Կրկնությունը գիտության մայրն է ու համել Մոդայիկը։ նորաձևը։ Պատվիրակությունը Սուլթանին ասում է հետևյալը. Հայաստանը, հիշեցնում եմ այն ժամանակ առաջին հանրապետությունն էր, իր անկախության պարտական է Թուրքիային։ Հենց որ գնացեք դուք ասեք, ինչ կա երիտուրքերից, էլ չեմ ասում, որ դաշնակցությունը Հայաստանում ներկայիս գործող միակ ուժն է, որը կոալիցիոն գործընկերություն է ունեցել երիտուրքերի հետ։ Կլինի այդ պատմաբանների հանձնաժողով բացեք ու ձեր մեջ ինչքան ուզում եք դա քննարկեք, իհարկե բյուջեի փողով չէ, էլի։ Բյուջեն խնդիր չունի, նարեկ, բյուջեն լցվում է, ինչը բորբոքում է ընդդիմության անառողջ նախանձը։ Ընդդիմության ներկայացուցիչը ձայնա վերցնում, ձայն, վարման կարգով, ասում ես, հեսա ես ինչ անելու։ Ասում ես ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, ժողովուրդ, արբա մեր գրպանները լցնեիք։
Խելագարվելու բանա։ Ձայն եմ վերցում, ասում ես, «Արա, ես ինչ ասելու ես ասենց բան, էլի»։ Ասում եմ, «Ժողովուրդ, սրանք բյուջե են լցնում, հասեք»։ Այս ինչ բարեկեցիկ երկին են, չէ, էմոցիան եւ էքսպրեսիան այդ լավ է, բայց դե մի քիչ բերեբարշիտ չի։ Ստեղ ընդդիմությունը ունի բացառիկ շանս թվերով ու փաստերով Փաշինյանի պորտը տեղը դնել։ Դե տեսնենք կօգտվի այդ հնարավորությունից, թե չէ։ Որևէ 7 տարի Հայաստանի որևէ իշխանության չի հաջողվել պետական բյուջեի եկամուտները կրկնապատկել։ Լսեք, այդքան պարզ, սուտ, որտեղից է կարողանում հնարել։ Դա վերցրեք վիճակագրության պաշտոնական հրապարակված տեղեկությունները։ Օրինակ 2000-2007 թվական պետական բյուջեի եկամուտներն ու տրանսֆերտները աճել են 4.5 անգամ։ Սիրելի ընդդիմություն, նայեք, թեև տեխնիկապես Փաշինյանը ստեղ սխալ է, բայց այն 90-ականների տոտալ կոլապսից այնց ինչ որ գուդուլոտ վիճակի դուրս գալը, հազիվ թե այն բանն է, որով դες արժի շատ գլուխ գովալ, Ալենի բերանի լեզու են դնում։ Ավելի լավ նվեր, որովհետեւ մի քաղաքականուց չէր կարա պատկերացնել, ոչ խոսում են, ոչ բան են առաջարկում, ոչ ելույթ են ունենում, ոչ որևիցե բանի մասնակցում են, բայց գալ ինչ որ բան ասել ու ծլկել դահլիճից չեմպիոն են։ Ես եք ուզում եք որ Ալեն Սիմոնյանի մոտ բարձր տրամադրություն լինի, հա, շտապ փչացրեք նրա տրամադրությունը։ ապացուցեք, որ դուք ոչ թե նվեր եք, այլ պատիժ եք։ ԿՊ-ի համար էլի, տենց օբշի լավն եք։ Պարզում է, որ օրինակ 2024 թվականին կառավարական դաչաների գումարը 60 միլիոնով ավելացել է։ Եվ տարեկան 630-603 միլիոն դրամ գումար տրամադրվում է կառավարական դաչաներին։ Այդ արդեն վատ չի, ժողովուրդը չի սիրում, որ ղեկավարները լավ են ապրում։ Բայց միշտ կողմից ասում են, չէ՞ որ դաչաներում լավ ցուրտ էր, Աշոտիկ ինքը խի գնաց։ Որովհետև դաչաներում ցուրտ էր, սարով ֆսֆսալով ման էր գալի։ Իսկ հիմա կարան հետ կանչեն փոստորեն։ Հիմա հետ կգա։ Դե եթե հա լավ բաքսիները քոքեն, նոր բաքսիներ դնեն ու նվերսես կախեն են։ Բան գուրպայի մեջ էս նվերներս բանն կարող է եւ հետ գա։ Բայց ավելի ինչ որ խոշոր sense բան է ուզվում որ քաղաքացին ինչ որ բացահայտում է ուզվում ստեղ։ Մեր քաղաքացիներին սպառնում է, որ շուտով նրանց տրանսֆերտները հարկվելու է նաև գյուղատնտեսությունը։ Կովը ձեր վաճառելու եք, պետությունը գալու է կանգնելու է ձեր գլխին, ասելու է դե հարկ տուր։ Բայց սա ամենը չի, սիրելի քաղաքացիներ, իշխանությունը ձեր համար անակնկալ է պատրաստել։ Անակնկալ։ Այս ուրիշ այս սա խփում է քաղաքացու գրպանին, կա էմոցիա, էքսպրեսիա ու չկա բերեբարշիտ։ Ինչ կինդեր սյուրպրիզ է սպասում հայտարարագիր լրացրած հպարտ քաղաքացուն։ Սիրելի քաղաքացիներ, ձեզ ոչ միայն հարկելու են, ձեզ նաև դատելու են։ Ինչ։ Չէ, եթե ձեռքը դնես սրտիդ ու հայտարարագիրը ճիշտ լրացնես, չէ։ Ինչ է սպասվում մեր այն քաղաքացիներին, ովքեր հայտարարագիր չեն լրացնելու։ Պարոն Հակոբյանը ներկայացրեց այն վարչական պատասխանատվությունը, որին ենթարկվելու է քաղաքացին։ Ասում է դե մի անգամ 5-ից 50,000 դրամով են տուգ անելու, եթե նախազգուշացում է ստանում, դրանից հետո էլի չի լրացնում հայտարարագիրը, եւս տուգանք է լինելու, արդեն կրկնապատկվելու այդ տուգանքը։ Ասում ենք այսքանը, պարոն Հակոբյան։ Ասում է այդքանը։ Այսինքն մաքսիմում դες մի 150,000 դրամով հպարտ քաղաքացին կարա Telegram-ի նարկոտիկների վաճառքից ստացած եկամուտը սս դնի հայտարարագրի ու սղսնի, հա։ Տեսականորեն հա, բայց պրակտիկորեն տենց չպետք է լինի, չէ՞։ Բայց կա քրեական հոդված, որ եթե պետական պաշտոնյան թաքցնում այն ինչ-որ բան կամ սխալ է հայտարարագրում լրացնում, պետք է դատվի։ Իսկ չպաշտոնյան Դե չպաշտոն, այդ հենց այդ նույն հարցով Ագնեսան դիմեց դատախազություն, գլխավոր դատախազին։ Եվ ինչ է պատասխանում գլխավոր դատախազությունը։ Այսինքն ինչ պատասխան եմ ստանում ես։ Իդեպ, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, հարցումը որպես ազգային ժողովի падգամավոր ուղարկել եմ տիկին Աննա Վարդապետյանին, բայց տիկինը չի բարեհաճել պատասխանել հարցմանը։ Հարցմանը պատասխանել է արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդական Եղիազար Ավագյանը։ Դա կարևոր չի։ Մեկ նորից շեղվում եք
իսկապես կարևոր թեմայից դեպի շատ ոչ կարևոր, ոչ մեկից չհետաքրող նյուանս։ Շեջ հետաքրող ու եթե սա լիներ հարց Նիկոլին բարձա, չէ որ վերցնելու է դրվագ ու պատասխաների որ մենակ դրա մասին բարեբախտաբար այս դեպքում չկար Նիկոլը ու սա հարց չէր Նիկոլին, այսօր կենտրոնանում ենք եւ գիծը տանում ենք։ Ձեր կողմից բարձրացված հարցի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելը ուշադրություն եւս մեկ անգամ դուրս է ՀՀ դատախազության սահմանադրական լիազորությունների շրջանակից հարցման պատասխանը։ Դատախազության հարցման պատասխանը։ Հիմա մենք ինչ իմացանք, ժողովուրդը զանգվածաբար դատվելու է, թե չէ։ Դե դա մենք չիմացանք։ Բայց ոնց որ աղը, այս ամեն ինչի հենց դա էր։ Աղը որտե՞ր, անակնկալը որտե՞ր, որ տենց էլ չենք իմանա։ Ну, հենց դրա համար էլ տենց հռետորական փոխանցվեց։ Քանի որ մեր երկրի դատախազը, դատավորը, վարչապետը, Մսով ճաշի մասնագետը, հեծանվորդը, մեր ամեն ինչը Նիկոլ Փաշինյանն է, հրապարակային ձևակերպում եմ հարցս եւ ակնկալում եմ հստակ պատասխան։ Եվ թույլ տվեք գուշակեմ նայսը վանգանեմ, որտեվ չեմ էլ նա Նիկոլը չպատասխանես, չէ՞ այդ հարցին տենց։ Բոմ եւ բինգո նարեք, իսկ դուք մնացեք մեզ հետ, որտեվ երկրորդ մասում կոմունիզմը գալիս է իշխանության Գյումրիում, իսկ Երևանում բորջուրները փլվում են։ Մերանուշ գործընկեր D-Energy ընկերությունը համագործակցության է հրավիրում շինարարական, կառուցապատող, դիզայներական, ճարտարապետական ընկերությունների եւ անհատներին մաքսիմալ շահավետ պայմաններով համագործակցելու D-Energy-ն կտա լավագույն էլեկտրական լուծումները ձեր նախագծերին։ Այսինքն էլ սար ու ձոր ընկնել պետք չի ձեր պրոյեկտների էլեկտրական մասը լուծելու համար։ Սար ու ձորի փոխարեն համեցեք D-Energy, որտեղ ամեն ինչ հեշտ է եւ փոխշահավետ։ Եվ այսպես երկնեց երկիր, երկնեց երկինք, երկնեց Գյումրին նաև կողքից ծովը Ծիրանին եւ արդյունքում քաղաքապետ ընտրվեց Խարտյաշ Վարդանիկիկը։ Եկեք չմոռանանք ով է իրականում վերադարձել Ղուկասյանի միջոցով, այն ու մումիֆիկացված բեղիկներն են երևում մավզոլեից։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ներկայացնում է իր տեխնազուին Վարդան Կոլյայի Ղուկասյանին։ Բրավո, Բրավո, բարի ծառայություն պրոլետարիատին։ Դե ինչ, սկսենք պաշտոնավարումը կլասիկ սովետական ձևով։ Ես առաջարկում եմ հայրմերով սկսենք։ Եվ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարեն, զիքո է արկայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն, փառք հոր եւ որդվո եւ օգույն սրբո, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ 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 Ինչպես ասում էր Լենինը, Աստված շատ չհամարի։ Լավ, տեսնենք ոնց է անցնում Ղուկասյանի վերադարձը հին պաշտոնյան, հին ժամանակներից ինչ որ բան մնացել է այդտեղ։ Բարև տղեկ, բարև ձեզ։ Իմ ժամանակվանից աշխատել են, դեմքերը սաղի գիտե, ես եմ ընդունել իրանց գործի։ Ու տենց ոնց տեղադրել են այդ երկուսին ընդեղ, տեցես ես կանգնած մնացել են համեստ։ Քվեարկության ժամանակ առանձնահատուկ զգուշավորություն էր ցուցաբերում։ Քվեաթերթիկները հաշվի չանձնաժողովին փոխանցելուց օրինակ իր թիմակցին զգուշացրեց։ Ծոցը դիշ չկողել։ Կար վտանգ, որ կկոխեն։ Այո, կար նաև վտանգ, բոլորի սիրտը գցել էր մի մոմենտ, որ կսահմանափակվի միայն հայր մերը ասելով ու ոչ մի անդրադարձ պոեզիային չի լինի։ Բայց այդ վտանգը շատ կարճ տևեց։ Կյանքը սարի հրապարակ, ոտքի կողան ամեքին, խապան, խոպան ու ամպդուղ, անցավ առանց արդյունքի։ Հայ գրակի դասից թռած էր ԿՊ-ն։ Այո, Սարիկը տենց չէր հասկանում, ոնց եղավ որ ամենաշատ ձեն հավաքեց ինքը, բայց կրել են կոմունիստները։ Մինասյանը նաև զգուշացրեց Գյումրու կառավարումը դատապարտված է ձախողման, ճգնաժամն անխուսափելի է եւ կարծիք հայտնեց, որ հանուն Գյումրիի պետք է գնալ նոր արտահերթ ընտրությունների։ Բայց նոր ընտրություններ չեն լինի։ Դա նորմալ է իրականում, պարտվողը պետքա տխրի, իսկ հաղթողը պետքա ուրախանա։ Դա կլներ տրամաբանական, բայց Ես չեմ տեսնում, որ այսօր երկիրը
դեմոկրատական ճանապարհ է որտե գրել։ Ես չեմ տեսնում այդ ամեն ինչը, աշխատել եմ նախկին երկու նախագահների հետ եւ այսպես ռեպրեսիաներ, այսպես բաներ ես չեմ տեսել։ Ջան, դու դարել ես քաղաքապետ։ Նիկոլա հա ինքը վարիատվել երկիրը դրա մասին չեն խոսում, բայց ոնց կարա դժգոհի դեմոկրատիայից ընդդիմության կոմունիստ ներկայացուցիչը, որը ընտրվել է դարել է քաղաքապետ, ես կարամ դժգոհեմ։ Դու ինչի՞ց ես դժգոհում։ Ախր զգում ա որ Սուրենյանը գլխավերև ա ուղարկել սև ամպեր, որոնք կուտակվում են։ Վարդան Ղուկասյանի մասին ես իմ կարծիքը ասել եմ, իմ կարծիքը չի փոխվել։ պետք է բանտում լիներ։ Ես իմ կարծիքը չեմ փոխում, ես կարծում եմ, որ իր տեղը ճիշտ տեղը բանտում է։ Դե եթե երկրի երկրորդ տոլի երրորդ պաշտոնյան տենց է մտածում, ուրեմն սպասենք զարգացումներին։ Ինչ զարգացումների։ Սպասենք։ Գյումրին 13 տարի ղեկավարած Վարդան Ղուկասյանը հակակոռուպցիոն դատանում էր Մեղադրյալի աթոռին, շարունակվում էր նրա որդու եւ մյուսների վերաբերյալ քրեական գործի քննությունը։ Շատ արագ են աշխատում իրավապահ մարմինները։ Այս տեմպերով կարող է միջև երթմնակալություն էլ չձգի։ Բայց ոչինչ Ղուկասյանն ասել է, որ շատ հանգիստ կարա բանտի միջիցել ղեկավարի քաղաքը։ Okay, ու քանի դեռ ազատության մեջ է, նաև Գյումրու արտաքին քաղաքականությունն է մի քիչ դզմզում։ Պարոն Ղուկասյան, ի վերջո դուք կողմ եք, թե ոչ Ինչին? միության պետությանը։ Կողմ եմ։ Բելարուսի սկզբունքով։ Ախր այնքան մոտ էր Գյումրին Եվրոպային, հիշում ես խզմալան ենք արդեն սենց մտցնում էին, սենց գլորում էին դեպի Եվրոպա Գյումրին, մեկ էլ սենց Բայց քաղաքապետ լինելը հերիք չի, սենց աշխարհաքաղաքական հարցեր լուծելու համար։ Դե եթե հերիք չի, ուրիշ բան կանենք մյուս տարի։ Չեք ուզում այման։ 26 թվականին հնարավոր է, որ նաև վարչապետի տեխնացու առաջադրվեք։ Եթե շատ մարդիկ, որոնց չի ընդրում ժողովուրդը, եթե իրենք կանչեն ու ասեն, այո, մենք գտնում ենք դու որ պետք է ստանձնես այդ պարտականությունը, իրանք համաձայնություն տան եւ իմ կողքին կանգնեն, այո։ Շատ թեժ ընտրություններ են սպասվում մյուս տարի, եթե հասնի դրան։ Իստեղ Երևանում մի քիչ այլ Վարդան Ղուկասյանն էր շատ ավելի պոպուլյար, բայց Թրամփը բռնեց ու հարամ արեց դա։ Արահա, ամեն դեպքում ինչ որ մի Վարդան Ղուկասյան կարող է եւ ընտրվի մյուս տարի, բայց սպասենք, իսկ առայժմ պարզաջրենք ուրիշ լուրով։ 2 միլիարդ 327 միլիոն դրամի 27 անշարժ գույք Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին առնչվող այս մեղադրանքը 6 տարի անց ուղարկվել է դատարան։ Հատիկ առ հատիկը թափ է առնում, բայց արա մարդիկ բողոքում են, փոքր բաներից է կում, սկզբից ինչ որ փոքր գարաժ խլեցին, վերադարձեցին, հիմա Բեգլարյանի 27 գույք, այսինքն նրա փոքր մասը ունեցվածքի քերեցին հետ, ինչի այդքան փոքր շարժվում կառավարությունը։ Իսկ ումից էր Բեգլարյանը քերել այդ գույքը, ում ճաշի միսիկներն էին դրանք։ Փոքրիկների։ Դրանցից մեկը Թամանյան 3 հասցեի 140-րդ մանկապարտեզն էր, որն ըստ մեղադրանքի քաղաքապետ աշխատելու տարիներին Բեգլարյանը վերամիավորել է այլ մանկապարտեզի հետ։ Գագիկ Բեգլարյանը 2008 թվականի դեկտեմբերի 25-ին հրավիրել եւ վարել է ավականու արտահերթ նիստ, որի օրակարգում ներառել է Երևան քաղաքի Թամանյան 3 հասցեում գտնվող թիվ 140 մանկապարտեզը վերակազմակերպելու հարցը, երեխաների ծնողների կողմից մանկապարտեզի դիրքով պայմանավորված մետրոպոլիտենի աշխատանքը երեխաների հանգստին խանգարելու վերաբերյալ բողոքներ ներկայացնելու։ Երեխեքը մխկտում էին այդ մնգոյում, ամեն անգամ մետրոյի անցնելուց ասում են արադը խենք էս կասկադի մոտ, Երևանի կենտրոնում գնում մանկապարտեզ, են մարդիկ նորմալ իրանց Շենգավի Չարբախտներում գնում, խիենք մենք ստեղ ենք։ Դրա համար այդ երեխեքը մի սիրուն հանդես կազմակերպեցին, երգեցին, պարեցին, ասմունքեցին եւ մնգոյի բանալները հանդիսավոր հանձնեցին սիրելի քաղաքապետին։ Ու կարար թվար օքեյ, նախկին ազավրներից հետո հիմա քաղաքը կսկսի ծաղկել, բայց մենք ընդդիմադիր ավականին ստեղել է կեղտեր բռնել։ Հերթական անգամ բացահայտում եմ, թե ոնց են գումարները մսխում։ Հիմա տեսեք, սիրելի երևանցիներ, ես ուզում ձեզ ցույց տամ, որ այն ձևի ենք քայքայվեք հանդվել այս տոմետները, որ դարձել են նույնիսկ ժողովրդի համար վտանգավոր, քայլելուց մարդկանց ոտի տակ կարանգնի եւ մարդիկ նույնիսկ սայթակեն։ Տեսեք, այս իրենց տեղադրած տոմետներն է, ու այն պարագայում, երբ որ այս մյուս հատվածում, եթե մենք նայում ենք, նույն պատկերն է ինչ որ Սարյանը, մուզենամ, այսպես հերթով կքանդեմ։ Բայց ավականին բարի կամք դրսևորեց ու այդ մի երկու մազապուրց չքանդված տոմետները թողեց տեղում։
Ու գուցե բոլորին արդեն ակնհայտ է, որ Տոմետ շարելը քաղաքապետարանի ամենաուժեղ կողմը չի, բայց գուցե բորդյուր դնելն է իրանց ուժեղ կողմը, կմտածեք դուք։ Ստեղ էլ համը հանեց հին ու բարի բլոգերը։ Այս է թքած կպցրած գործ են արել։ Ժողովուրդ ջան, ուրեմն 2023 թվականին ես տեսանյութներ էի հրապարակել, թե ինչպես են Աջափնյակ վարչական շրջանում թքած կպցրած առանց բետոնե հիմքի եզրաքարեր են տեղադրել եւ իմ տեսանյութներում ցույց էի տալի, թե այդ թքած կպցրած եզրաքարերը ոնց եմ ճկույտով քանդում։ Սա իմ ձեռն է, իմ ճկուտ մատը սա, խնդրեմ, նայ։ Խնդրեմ։ Եվ դրա արդիվ Տիգրան Ավինյանը իր հարցազրույցներից մեկում Ցեմենտ բետոնը չչորացած գնում եզրակար են այսպես շարժում։ տվյալ դեպքից արդեն անցել է 2 տարի։ Դե այ հիմա արդեն լավ չորացած կլինեն բորջուրները։ Կմտածեք դուք։ Հիմա ցույց եմ տալի այն քո ասած դեռ չչորացած եզրաքարերի վիճակը։ Սա այդ եզրաքարերն է։ Տեխնոլոգիա։ Քաց կպցրած։ Որի տակ չկա խիչ, շեբենը չկա։ Բորդյուրները թքել էին բորդյուրին։ Ուզվում էր։ Բայց ինչի միանգամից սկսել Ավինյանի ջեբը։ Գուցե Սահակյան-Շինն էր կառուցել այդ բորջուրները, բում։ Սահակյան-Շինը կառուցել բորդյուրները, այնտեղ մի հսկայական փոս կլներ։ Դե բայց ամեն դեպքում ոնց որ Սահակյան-Շինն է կառուցել դրանք։ Արդյունքը ամբողջը քանդվում ասեն ոտով ցենթր սանում հլստե վիճակը ցես քանդվել է Լավ, եկեք չխանգարենք, հեսա Ծիծեռնակաբերդի խճուղին սիրուն սարքում են, միջև մայիս էր տված ժամանակ հիշեցնեմ, ու մի անգամից հասնեն այդ բորջուրին։ Լավ, այդ դասքում ազգային ժողովում Հովիկ Աղազարյանը իր նախկին կամ ներկա գործընկեր Թունյանին հրավիրում էր գարեջրի քննարկելու տնտեսական վիճակը։ Եվ մի գեղեցիկ շոկ ամառային օր կգնանք գարեջուր խմելու։ Ես գարեջուրը սիրում եմ շշով խմել, որտեղ են կլկլոցը ինձ շատ է դուր գալիս։ Բայց այդ անգամ կխմենք գավաթներով։ Ինչքան զիջումների է պատրաստ գնալ պարոն Աղազարյանը, դաժե առանց կլկլոցի խմել գարեջուր, մենակ թե Թունյանը ինչ որ մի բան հասկանա։ Դե մենակ դրանով Թունյանը չի հասկանա։ Սա դեռ ամենը չի։ Ես կխնդրեմ այդ գարեջուր վաճառողին, որ ձեր գավաթի կեսը լցնի մաքուր գարեջուր, նացածը փրփուր։ Իմ գավաթի 2/3-ը մաքուր գարեջուր ու մի քիչ փրփուր, այնպես որ վիզուալ իմը կլինի ձերից քիչ։ Կոնկրետ քաշում է Թունյանին։ Ինչ պետք է դրանից հասկանա նախին գործընկերը, որ պետք է փրփուրներից կախվի, թե որ ռակը թանկացել է երկրում։ Բայց կներեք, երեք այդ բառը արտահայտեցի, քյար բառը, որ տարերեզու, ում քյարն է մեծելնելու, կայֆ ստանալու իմաստով։ Իմը, որովհետև իմ մոտ գարեջուրը ավելի շատ է, եւ 7-րդ դասարանի, 8-րդ դասարանի խնդիրը։ Իսկ որ Թունյանն էլ հաշիվը փակի վերջում, вообще ամբողջ կայֆը անցնում է Աղազարյանի կողմ։ Իսկ ինչ կայֆեր է սիրում Աղազարյանը, կիմանաք լուրջ քաստը Կիրակի օրնալից, որտեղ Աղազարյանը եկել աստեղ, բայց հիմա կոնկրետ իշխանությունը ինչ պետք է հասկանա այս օրինակից։ Բացի նրանից, որ պետք չի գնալ Աղազարյանի հետ գարեջուր խմել, որտեղ ամբողջ կայֆը մնալու է Աղազարյանի մոտ։ 24 թվականին արդեն որ ասում եք 23 թվականի նկատմամբ հնա աճել է 5.9%-ով։ Հնա հարկեր հարաբերությունը եղել է 23.6%։ Իջել է հնա հարկեր հարաբերությունը։ Փրփուրը շատացել է։ Իսկ շատ փրփուրը նույն կայֆը չի տալիս, ինչ շատ գարեջուրը, այսինքն տնտեսության վիճակը նման է գարեջրի բաժակի, որտեղ փրփուրն է շատ։ Արի դες ինչ անենք, արի թող Թունյանը Աղազարյանի հետ իրենց կայֆերը գարեջրով վայելենք, իսկ մենք չմոռանանք, որ Զատիկ է գալիս եւ հանենք Վեդի ալկոյի գինին։ Այո, բարի գալիք Զատիկ բոլորին եւ թող ձեր բաժակներում գերակշռի ոչ թե փրփուրը, այլ կայֆը։ Փրփուր շատ մինիմալ, հա, արդեն ամենը չկա։ Ձեր սեղանին հյուր գնալուց հասկացաք։
Մեր գործընկեր Outfit AM-ը շարունակում է երեստալ քաղաքի թիթիզներին։ Նոր տեսականի են ստացել Rinascimento, Jack and Jones, Tom Taylor, Adidas, Nike, H&M բրենդերը սպասում են բրենդասեր սիրուններին։ Ինչի պետք է ձեր հարևանը ավելի սիրուն ակնվի, քան դուք։ Ով է եղել ձեր հարևանը։ Սերգեյ, արդեն մի ժամը Outfit-ի հանդերձանում ես։ Քեզ ուտելու բան պատվիր է։ Վերջ գալիս եմ։ Հեն, ոնց է նոր լուքս նարեք։ Ասեցի, մենակ ամենակարևոր բաներն ես առնելու։ Դե սենց գներով ու որակով ամենակարևորը մինիմում էս է։ Բոլոր լավ բաները վերցրել ես։ Բա մնացած 1 միլիոն երևանցիներին բան թողել ես։ Outfit-ում նարեք։ Ամբողջ տեսականին բարբերաբար թարմացվում է որակյալ եւ բրենդային ապրանքներով։ Իսկ գները։ Համեցեք Տիգրան Պետրոսյան 40/3։ Այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում դիտեք օրվա վիդեո բոցը։ Սրանով կարաս բիցեպս անես։ Չեմ տալիս ձեզ։ Լսեք, չեմ տալիս հարց։ Ներողություն եմ խնդրել։ Քանի անգամ դուք ասում եք Լսի, ներողություն եմ խնդրել։ Արա այդ տոմետները արդեն 3 տարի է քննարկվում է, ոնց կարային Մի հատ իշնեսը Սեսյանը որ իշնես հաստատ կփշրվի, բայց արա ոնց կարային միջև հիմա ասես մատով փշրվի տոմետները։ Այդքան սկանդալներից հետո իդեալական փող ուտելու բանն է։ Գնում ես ապացուցված շատ վատ բան, ու հետո անդադ փող ես տասում, որ շատ վատ բանը նորից փոխես։ Ջրերես որ դուրս է գալի ջրերես, ինչ Այդ վաղ որ դուրս է գալի ջրերս, քրեական գործ, ինչ որ պատիժ, վերադարձ փող մեզ բյուջեին, այսինքն չի նո։ Բան հայեր, քաղաքապետարան, մարդիկ, դուք չեք կարող տոմետ տեղադրեք, вообще ոչ մի անգամ լավ դրած տոմետ Երևանում գոյություն չունի, չկա տենց բան բնության մեջ, հրաժարվեք այդ մտքից։ Աջակցեք մեր հաղորդմանը, միացեք Arm Comedy-ի Patreon-ին եւ ձեր հիպերտոնիկ բարեկամների առողջությունը կտրուկ կլավանա։ Կամ կվատանա, նայած ոնց եք ուզում։